5-րդ օրն է փրկարարները, ջրասուզակները ոտքերով, ձեռքերով շոշափում են Մարմարիկի ջրերի մեջ ամեն թուփ, բետոնի կտոր, քար, 2 տարեկան փոքրիկը դեռ չի գտնվել։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանն արդեն չի հիշում, թե քանի անգամ է գետով վեր ու վար արել։ Գետի դեպքը ինքը մի քիչ ուրիշ է, էլի, ասենք նույնը Սևանա լճում կամ չգիտեմ Ջրամբար լճերում ալում են ուրիշ ձև է, գետինը ամեն մեկը տարբեր է, անկանխատեսել սկսած ջրի հոսքից, մունից, ներքևում եղած այդ բռնող տեղեր, բռնող ասած այդ ցեպի տնող աղբա, չգիտեմ, քարեր, ծառեր, ճյուղեր, արմատներ։ Վերջին անձրևներից Մարմարիկը վարարել է, հունը բարձրացել։ Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ըստ ջրասուզակի այն է, որ որոնում են ընդամենը 2 տարեկանի, շատ փոքրամարմին տղայի, շատ վարար գետում։ Ինչ տարբերակա փորձում ենք անում։ Փոքրիկ Տիգրանը մայիսի 4-ին առավոտյան 11-ի կողմն է անհետացել։ Հայրն ու պապիկը մեքենայի վրա գործ էին անում տան կողքին։ Տղան քույրիկի հետ նույն տարածքում էին։ Քույրը տուն է գնացել։ Ինքը երեխան թողել աստե, ինքը գնացել է տուն։ Երեխան դե խաղում էր։ Ես վերջի անգամ որ նկատել եմ երեխան տել է։ Խաղում էր, ես է պատկերացրի դե խաղալով գնա տուն։ Երեխայի պապիկը մտաբերել չի կարողանում 5 թե 10-15 րոպե անց են նկատել, որ երեխան ոչ բակում է, ոչ էլ տանը։ Այժմ քննվող վարկածներից մեկն այն է, որ նա գետն է ընկել։ Պետրոսյանների տնից մինչև ջուրը մոտ 50 մետր է։ Փոքրիկը կարող էր այդտեղ հասնել տան կողքի ճանապարհով կամ հենց իրենց տնամերձ հողամասով։ Բոլոր տարբերակները, ինչքան հավանական տարբերակներ կա, մենք նայում ենք, հնարավոր է, որ ասենք այգու մեջով ասենց որ նայում ենք, գնում է դեպի գետ։ Այն փոքրիկ դուռը հենա, որ կա, ասենք, էդի վարկածները, որ բնակիչները իրանց ասում են, որ կարա եւ այդ դռնից ինքը դուրս գա, ընդամենը մի 7-8 մետր է գետը արդեն էլ իրանց այդ այգուց դուրս։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը ցույց է տալիս այն ճամփան, որով կարող էր անցած լինել երեխան ու հասնել գետին։ Ընտանիքը սակայն փոքրիկի տնամերձով անցնելը հավանական չի համարում, որովհետև ըստ պապիկի նա առանց ծնողների այդքան մետրեր չէր գնա։ Չեմ գործում, որ ինքը մենակով գնար։ Եթե որ հետևից էր, ասենք գնացած ուներ, ինքը հետևից էր, չեմ բացառում գնել դες բան։ Մաս չէ։ Տան կողքով պտտվող ճանապարհը կգնար, Վոլոդիա Պետրոսյանն ասում է, հենց այդտեղ էինք աշխատում, կտեսնեինք։ Գետի մյուս ափին խանութ կա, որ տեսախցիկ ունի, հենց այդ ճամփան երևում է։ Դեպի գետը գնացող Տիգրանին կադրերում չեն տեսել։ Բոլոր վարկածները մեզ հետաքրքրում է, այդ բոլոր վարկածների հետևից մենք գնում ենք, որ ինչ-որ մի արդյունքի հասնենք։ Փոխգնդապետ Սեդրակյանի խոսքով որոնումները միայն ջրում չեն, գյուղն ու հարակից տարածքները, բոլոր շենք-շինությունները, խորշերը նայում են, անօթաչուներ են աշխատել առաջին 3 օրերին, նաև կինոլոգներ, սակայն անձրևից հետո շների ներգրավումն ասում է այլևս արդյունավետ չէ։ 218 փրկարար ու 170 ոստիկան ներգրավված է երեխայի որոնման աշխատանքներում, գյուղում նաև բազմաթիվ կամավորներ կան։ Մինչև չենք գտել, մենք որոնողական աշխատանքները շարունակելու ենք։ Առաջին օրերից քննվում է նաև փոքրիկի առևանգման վարկածը։ Մայիսի 4-ի առավոտյան ժամերի գյուղի անցուդարձը Պետրոսյանների տան հատվածում ուսումնասիրվել է, ասում է Սեդրակյանը։ Շուրջ 2 տասնյակ մեքենաներ, որ մտել են բնակավայր, հարց ու փորձ են արել, շուրջ 5 տասնյակ անձանց հարցաքննություն են իրականացրել։ Փոխգնդապետ Սեդրակյանի խոսքով հիմնական կասկածը սակայն գետն է մնում։ Տիգրանենց տան մոտից մինչև աղբյուրակի ջրամբար մոտ 15 կիլոմետր ջրասուզակները շարունակում են որոնումը։ Մի մասը սուզվում են, մյուսները ափամերձ թփուտներն ու ծառերի արմատները քրքրում։ Փոքրիկի ընտանիքը փրկարարների աշխատանքը բարձր է գնահատում։ Միայն խնդրում են սոցցանցային կյանքով ապրողներին չճշտված տեղեկություններ չտարածել, կասկածելի զանգեր չեն ստացել, էքստրասենսների կանխատեսումներով տարված չեն։ Իրենք ծանր սպասման մեջ են։ Թշնամուն էլ չեմ ցանկանա, ասես ցավ տեն, ասես ցավ ապրի։ Էսի չերևացող մի ուրիշ կարգ ցավ ա, որ ներսից կրծում ա քեզ։ Գյուղում արդեն 5 օր է միայն անպատասխան հարցեր են, գետն է տարել թե մարդը ու էլի մի շարք հարցեր ունեն։ Բնակավայրով անցնող ու վարարումների ժամանակ վտանգավոր դարձող Մարմարիկը պատնեշ պիտի ունենար։ Կառավարություն դիանի, գյուղացին կարա անի այդքան գործ, չի կարա։
Նման բան։ Բայց հանելու կա այս։ Մարմարիկցի Աղվան Հարությունյանն ասում է, գյուղում բոլորն են կարկամած, սպասելուց բացի ոչինչ անել չեն կարողանում։ Այ, անտանելի վիճակ է։ Այս հողագործության ժամանակն է, մարդու ձեռքը չի բռնում, որ մտնի հողամաս գործ անի։ Ոնց որ մեր հարազատ երեխան, ինչ տարբերություն։ Մեր երեխեն է, մեր գյուղի երեխեն է։